Եթե ցանկանում եք հավը ստացվի ավելի համեղ, քան ռեստորանում, ապա հետևեք այս բաղադրատոմսին, պահպանեք ու փորձեք դուք էլ պատրաստեք, շատ եք հավանելու։ Հեռացնում ենք թևիկների այս մասերը, վրան այսպիսի կտրվածքներ անում ու պատրաստում մարինադը։ 3 ճաշի գթալ մայոնեզի վրա ավելացնում ենք 2 ճաշի գթալ տոմատի մածուկ ու համեմունքներ։ Ես ավելացնում եմ չաման, սև եւ աղացած կարմիր քաղցր պղպեղ, մսի համար նախատեսված համեմունք, մի փոքր ցիտրոն ու մոտ 30 մլ բուսայու։ Այնուհետև հավի վրա երկու կողմից աղ ենք շաղ տալիս, կսում մարինադը ու թողնում 2-ից 3 ժամ այդպես մնա մարինացվի։ 2 ժամ անց կարտոֆիլը բաժանում ենք 2 մասի, աղանում, ավելացնում մարինադի մեջ ու մի լավ խառնում, որից հետո տապակը տեղափոխում ենք ջեռոց, եփելու ենք 230 աստիճանի տակ մոտ 1.5 ժամ։ Ես միացնում եմ վերև ներքև ու դնում ներքևի հատվածը։ 1.5 ժամ անց մեր ախորժելի ու շատ համեղ ուտեստը պատրաստ է։ Դուրս ենք բերում ջեռոցից ու վայելում։ Տեսեք ներսից ինչքան յուտեղ է ստացվել, կարտոֆիլը նույնպես լավ եփվել է։ Դե ինչ սիրելիներս, հոլովակը հավանելու դեպքում չմոռանաք սրտիկել, կիսվել ձեր ընկերների հետ ու բաժանորդագրվել իմեջին։ Իմեջում շատ համեղ է։